Նիկոլը գիտի ինչ անում։ Ինքը բնակցում ենք բոլոր սատերը իր համար աշխատում ենք։ Իրանց մոտ ամեն ինչ այնքան կարիքին է, որ նույնիսկ իրանք պարում են։ Լավ չեք արա։ Բայց մենք ուր որ գրած հետը կգամ։ Պետք է փրկեք ախպեր ջան, ինչ եք ուզում։ Ես դրս կներեք սողուն եմ համարում։ Ես իրան այնպիսի գնահատականներ եմ տվել, որ հիմա ասեմ կսարսռան մարդիկ ու թե ինչեր եմ ասել խմբակցության առաջ եւ ասав ստի մի մանդատ կա եւ այդ մանդատի տերը ես եմ ձգվեք ու կգաք ու չեկան Ողջույն Անդրոյ լրատվականի հարգելի հետևորդներ։ Այսօր մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Պարոն Աղազարյան, շնորհակալ եմ, դուք 2026 թվականի մեր առաջին հյուրն եք, անցած տոները շնորհավոր, եւ սկսենք երևի հենց 2026 թվականի մեր նպատակներից։ Դուք նոր կուսակցություն եք հիմնել, ազգային ժողովը 2026 թվականին նոր ձևավորում պետք է ստանա եւ ՔՊԱ-ականները, ընդդիմադիրները, բոլորը փորձում են ձևավորել իրենց նոր թիմը։ Կա ինչ-որ որոշում ձեր թիմում գնալ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, չգնալ, չմասնակցել, կա այդ հիասթափությունը, թե կոնկրետ որոշում ունեք, ինչ պետք է անել։ Նախ նորից շնորհակալություն հրավիրելու համար, ես էլ օգտվելով առիթից շնորհում եմ ձեր կոլեկտիվի, ողջ կոլեկտիվի ամանորը սուրբ ծնունդը եւ նաեւ ժողովրդի մեր հայրենակիցների այն հատվածին, որոնք իմ նախորդ հարցազրույցում մեսին բարեմաղթանքը չեն տեսել։ Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ ամենալավն ու բարին խաղաղություն եւ նույնիսկ խաղաղություն։ Մենք ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, ապա մենք մի անգամ փաստաթղթեր ներկայացրեցինք դիտողություններով հետ վերադարձրեցին մենք եւ դիտողությունների պիսին որ պետք է նորից համաժողովանեինք, ասենք կանոնադրի հետ կանոնադրության հետ կապված, տրամադրի հետ կապված եւ այլն։ Մենք նորից համաժողով ենք արել եւ փաստաթղթեր ներկայացրել ենք եւ մեկ ամսյա ժամկետը որ տրվում է պատասխանի համար լրանում է ամսի 10-ին։ Սպասենք տեսնենք ինչ է, ինչ չի։ Անկախ թե ինչ կլինի, մենք մասնակցել ենք ընտրություններին եւ ձևեր գտնենք մասնակցելու Ինչ-որ ձև փորձում են խոչընդոտել պարոն Աղազարյան իշխանությունները, թե նաև ձեր սխալը կար։ Չկար, ասեք սխալներ կար, չնայած մենք այդ սխալները նմանատիպ սխալներից ապահովված լինելու համար ցանկացած կանոնադրության մեջ կա կետ, որ կուսակցությունը գործում է սույն կանոնադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա, այսինքն եթե որևէ բան չէր ներառվել կանոնադրության մեջ Եվ դու թույլ ես տվել գործունեության ընթացքում նմանատիպ ասենք որևէ վրիպում, ապա օրենսդրությունը կա, հետ կարա համապատասխան մարմինները հաշվի առնել։ Չես գրել, դու քո պրոբլեմն է։ Բայց բոլոր դեպքերում, հիմա ես չեմ ասում, որ ինչ-որ հատուկ բան են արել, դիտողությունները հիմնականը վերաբերում են կանոնադրությանը եւ մենք ճշտումներ արել ենք, որ համաժողովով եւ ներկայացրել ենք։ Ընտրություններին որոշում Մասնակցել ենք տարբեր ֆորմատներով կարող է մասնակցել պարոն Ասլանյանը եւ ես, որովհետեւ ինչպես գիտեք, մինչեւ այսօր մեր հայրենակիցների որոշակի շրջանակներում կան մարդիկ, որոնք գտնում են, որ պարոն Ասլանյանը եւ ես բանենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք։ Մարդն եք Նիկոլ Փաշինյանը։ Հա, իրաց մարդն ենք։ Դա չի զրոյանա այդ վերաբերմունքը, դա անհնար է զրոյանա եւ հետեւաբար երբ որ մենք մեր գործընկերների հետ Անդիմադիր գործընկերների հետ փորձենք ինչ-որ ֆորմատով ձևավորենք ինչ-որ բան եւ այլ, մենք պատրաստական ենք նաեւ մենք չլինենք տեխնացու, չլինենք տեխնացու, պարոն Ասլանյանը եւ ես մեր թիմից ուրիշները կլինեն, մենք չենք լինի, որպեսզի այդ անհանգստությունը մեր գործընկերները չունենան։ Մենք դառնել ենք պատրաստ։ Բայց ինչ վերաբերում է թե մենք ունենք մոտեցում թե ոնց կարելի է գնալ 26 թվականի արդեն հունիսի 7-ի ընտրություններին, ապա մենք ունենք, այո, մենք մշակել ենք ճանապարհային քարտեզ, որով հնարավոր կլինի ցույց տալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։ Ինչպես, պարոն Աղազարյան, ինչպես եք դուք դա պատկերացնում, դա իրատեսական, ինչպես եք համարում, այս պահի դրությամբ էլ ըստ հարցումների տարբեր սոցիոլոգիական ներկայացրած դիրքորոշումների Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը եւ ինքը դեռևս ունեն այդ ռեյտինգը հունիսի 7-ին նորից իշխանություն վերցնելու։ Դուք ո՞նց եք պատկերացնում իրեն թույլ չտալ գալ իշխանության։ Իրանք չունեն 50% պլյուսպեկ ռեյտինգ։ Իրանք հնարավորություն ունեն հավաքելու 35-40% ձայն հաշվանը, օգտագործելով
վարչական ռեսուրս, ռեպրեսիվ ապարատ եւ այլն։ Ես իրենց էի մեջ բերում նաեւ, որ իրենք վստահ են, որ 50+-ը կա, որտեղ Էջմիածնի ընտրություններում հաղթանակ։ Գիտեք ինչ կա, հիմա բանը այսօր անես մարդիկ են հայտարարել, որ իրենք վարչապետ են լինելու, որ ասենք բանը ժպիտ առաջացնում ամենակիչ էլի։ Այդ ասերը քիչ է, այդ մարտակոչերը քիչ է, այդ բանը ուր որ գնաց հետ կգան ապարելը 7 տարի ապարում էինք, ոչ մի անգամ չհրապարակվեց, այս անգամ հրապարակվեց։ Դա սա մարտակոչեր են, հնդկական վայրի ցեղերը որ կան։ Այդ մարտակոչեր են, որ անում են, որպեսզի ցույց տան հասարակությունը տեսեք, ամեն ինչ բան օքեյ է, ամեն ինչը սենց է, որ հասնելու մի բան գիտեն եւ այլ, որպեսզի հուսահատության բան առաջացնեն, քաղաքացու մոտ։ Իրանք գավակեն 35-ից 40% դա են, ասենք իրենք առաջինը կլինեն, հետի միանշանակ։ Առաջինը կլինեն, բայց դա բավարար չի լինի ձևավորել, ասենք կառավարություն, իշխանություն դառնալ։ Դրա համար պետք է որևէ մի ուժեր իրենց այդ համակիր ուժերից, Արաբ Սարգսյան, Բաբաջանյան եւ այլն դաշիկ կազմեն, ասենք իրենք էլ հաղթարեն միանան եւ նաեւ փոշիացված ձայների հաշվին ամենավտանգավոր բանը փոշիացված ձայներն է։ Հիմա այն քարտեզը, որ մենք առաջարկում ենք, առաջին հերթին լուծում է երկու խնդիր։ Առաջին խնդիրը, ամենակարևոր խնդիրը դա այն է, որ եթե որևէ քաղաքական ուժ իրանից ներկայացնում է արդեն այլընտրանք կամ ինչ-որ բան, այսպես կոչված քաղաքական վտանգ Նիկոլ Փաշինյանին ցույց տալ վերարտադրվելու, այդ քաղաքական ուժը ինչ-որ X պահի, թեկուզ քվեարկությունից մի քանի օր առաջ դուրս է բերվելու ընտրաշավից եւ չի հասնելու ֆինիշին։ Այս խնդիրը լուծելու նպատակով մեկ, երկրորդ փոշիացված ձայները մինիմիզացնելու նպատակով մենք անում ենք հետեւյալ առաջարկությունը։ Քաղաքական դաշտը պայմանականորեն բաժանենք երկու մասի։ Մի մասում գտնվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իրեն համակրող արբանյակ ուժերը, մի մասում գտնվում են այն քաղաքական ուժերը եւ անհատները, որոնք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը մեղմ ասած, շատ մեղմ ասած, աննպատակահարմար է հայոց պետականության համար։ Այդ շատ մեղմ, ասենք ավելի լավ է մենք ասենք վտանգավոր է, բայց դե կարևոր մի քիչ մանանք չասենք դες, ասենք շատ աննպատակահարմար է։ Բայց այդ ուժերի մեջ կա լիքը հակասություն։ Այդ ուժերը, որոնք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը վտանգավոր կարող է լինի հայոց պետականության համար, լիքը հակասություն կա։ Հետևաբար, ինչ բանաձև պիտի առաջարկես, որ այդ ուժերին համախմբես, որ ցույց տաս այդ վերարտադրությունը։ Մեր բանաձևը հետևյալն է։ Ստեղծվում են դաշինքներ, մի քանի դաշինք։ Եվ այդ մի քանի դաշինքը ստեղծում են քաղաքական ճակատ։ Ոչ թե նախընտրական ճակատ։ Ասենք մի ցուցակով, այլ քաղաքական ճակատ, ասենք այդ դաշինքները մտնում են այդ ճակատի մեջ, կենտրոնական մասում, որպես այսօր ամենաբարձր ռեյտինգ ունեցողը, մեր ձևով շարժումը կարող լինի, ասենք ձախ մասում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Առանցքի շուրջ խանատները, քաղաքական ուժերը, աջ մասում մնացած այն ուժերը, որոնք նույնպես գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը անցանկալի է, եւ ճակատով գնում են ընտրության, ասում են Սիրելի ժողովուրդ, ճակատի հիմնական այսպես կոչված ստորագրման հուշագիր, հիմնագից կետերից մեկը հետևյալն է։ Մենք գալիս ենք իշխանության 4 ամիս ժամանակով։ 4 ամիս։ Ուսումնասիրությունը թույլ է տալիս, այդ հնարավորությունը ապահովում է։ 4 ամսվա համար ձևավորում է ժամանակավոր հավասարակշռված կառավարություն, որի վարչապետը, որի փոխվարչապետները եւ ազգային ժողովի նախագահը դրանից հետո 4 ամսից հետո որևէ այլ բարձր պետական պաշտոն չեն կարող զբաղեցնել, այսինքն լուծում է լոկալ խնդիր։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին ինչքան հնարավոր է դուրս ամաղում քաղաքական դաշտից։ Եվ 4 ամիս հետո արդեն նոր ընտրություններ անցկացվում։ Այստեղ արդեն այդ ուժերը, որոնք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը աննպատակահարմար է, բայց իրար հետ ունեն հակասություններ, լինքը ներկայանում են ժողովրդին իրենց ասեն ծրագրերով, ժողովուրդը կատարում է իր ընտրությունը մաքուր, անաղարտ քաղաքական դաշտում, առանց վարչական ռեսուրսի կիրառման, առանց ռեպրեսիվ ապարատի կիրառման, որովհետև 4 ամսվա ընթացքում մանավանդ որ հուշագիր ստորագրում, որևէ մեկը չի կարա եւ պիտի դից արվի այդ հուշագիրը, որ չկարողանա այդ ցանկության դեպքում, չի կարա քաղաքական վերաբերյալ քաշի իր վրա եւ հեգեմոն դեր ունենա։ Քաղաքական մաքուր դաշտում
կլինի ընտրությունը եւ თუ ժողովուրդը կատարի իր ընտրությունը։ Էս է մեր հիմնական ծրագիրը։ Եվ եթե X պահի քվեարկությունը 7 օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեր ձեւով օրինակ, մեր ձեւով շարժմանը դուրս անի ընտրաշարվից, կա պատճառներ կառավարի դուրս անի ընտրաշարվից, ապա դա չի նշանակում, որ մեր ձեւով շարժումը դուրս է գալիս քաղաքական պայքարից։ Ինքը խորհրդարանում չի հայտնվել 4 ամիս ժամանակով, բայց ինքը մաս է կազմելու այդ կառավարության ձևավորմանը, որտեղ ճակատով միասին են գնում։ Հետևաբար ինքը դիմելու է իր ընտրողներին, համակիրներին, ասեսիների համակիրներ, նրանք ովքեր որ պետք է մեզ ձայն տային, խնդրում ենք ձեզ ձայնը դրեք ճակատի ուժերից ում ուզում եք։ Եվ մի բանաձև ասեմ, կարևոր բանաձև։ Ճակատի մեջ գտնվող, ասենք թե դաշինք է ստեղծվել, դաշինք 8% պիտի հաղթարի, եթե չեմ սխալվում։ Բայց ինքը չի դաշինքով, դաշինքային տրամաբանություն է ունենում, բայց այդ մի կուսակցության ցուցակով։ Մի կուսակցություն, որտեղ 4 ամսվա մասին է խոսքը, գրված է 4 ամսվա, գնում է մի կուսակցության ցուցակով, որպեսզի շեմը լինի 4%, ասենք եթե Աստվածաշարի չհաղթարի նույնիսկ այդ 4%-ը, ապա Փոշյանը 2-3%, ոչ թե 7%, 2-3-7% Փոշյանը վերջել է արդեն, սենց մոտավորապես, մենք գերապարակ ենք շուտով, այդ բանը Հաննա Ղազարյան, նշեցիք ձեր խոսքում, որ 7 տարի շարունակ, երբ որ ՔՊ-ի հետ մասնակցել եք միջոցառումներին, այդ պարը եղել է, հա, ուր որ գնաս հետև Ո՞վ պարել է, այդ եղել է մեր բաների, մեր խնջույքների ամենա այդպես կոչված հաճելի պահերից մեկը, մենք բոլորը ես էլ եմ պարել, այս բանը բայց երբեք լիդերի նկատմամբ հավատարմություն ու վստահություն, որ միասին դու մենակ չես, մենք ուր էլ գնաս, մենք քույտ կգանք։ Նիկոլ Փաշինյանն է վերաբերվում, հենց երգը նվիրվում էր իրեն, այսինքն Չէ, երգը կա, որպես այդպեսի, ուղղակի մենք միջոցառումներին երբ որ պարնեք, հատուկ գիծ կար, որ սա դեպի Նիկոլ Փաշինյանի ուղղություն, այսինքն դու շեֆ ջան, որտեղ գնաս, մենք քո հետ կգանք, բայց երբեք չի հրապարակվել դա, երբեք դա չի հանրայնացվել, որովհետև քեֆանելը, ասենք, դա վատ բան չի, մարդիկ հավաքվում են կոլեկտիվ է ինչ-որ իմաստով, քաղաքական կոլեկտիվը թե ինչ է, հավաքվում են, քեֆ են անում, նշում են ինչ-որ առեթարում նշում են, նոր տարի նշում, չգիտեմ ինչ են նշում, բոլորն էլ անում են, նշում են, խմում են մեկ ու բաժակներ, պարում են, տել մարզկային բաներ կա եւ այլ, բայց երբեք մենք չենք հանրայնացրել դա։ Հիմա այդ ինչ է հանրայնացնում։ Դուք ճանաչելով ԿՊԱ-ականներին, ինչու հանրայնացրել։ ԿՊԱ-ականի մասին խոսքը, Նիկոլի մասնակցություն, ինչ ԿՊԱ-ական։ Ինչ հանրայնացնում։ Տարածում էինք, ակտիվ տարածում էինք։ Դուք ավելի շատ եք տարածում, քան թե իրանք։ Դուք էլ, մյուս լրագրողներն էլ, մենք էլ բոլորս էլ տարածում ենք։ Նիկոլը գիտի ինչ անում։ Ինքը բնակցում ենք բոլորս արդեն իր համար աշխատում ենք։ Տարածում ենք, որպեսզի ցույց տա, որ թիմը կուր կանգնած է վարչապետի կողքին եւ իրանց մոտ ամեն ինչ այնքան կարիքին է, որ նույնիսկ իրանք պարում են, ուրախանում եւ այլ տրամադրություն ստեղծելու համար, եւ իր այս վերջի բանը սողների հետ ստորագրած փաստաթուղթը։ Արքեպիսկոպոսների Ես դեռ կներեք սողուն եմ համարում։ Այս սողուների ստորագրած փաստաթուղթը, որտեղ արդեն ինքը ստորագրած որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, դա ինչ է նշանակում։ Դա բացում են փակագծերը։ Դա նշանակում է ես ձեզ ասում եմ, եթում եմ Հովանավանք պատարակի ոչ մեկը չեն գալիս։ Ես ձեզ ասում եմ, եթում եմ Թալին պատարակի որպես բան քրիստոնյա, որպես անհատ, ոչ թե որպես վարչապետ, ես որպես հավատացյալ գնում եմ Թալին հարբանի ոչ մեկը չեն գալիս։ Ես ձեզ ասում եմ, այս բանը, ես ձեզ ասում եմ 10 սովորները դեկտեմբերի 18-ին գնում են բան, եկեղեցի, որպեսի բան անեմայրաթոր գրողում են, ոչ մեկը չեք եթում, լավ չեք արա, բաց մեկ ուր որ գրած հետըտ կգամ, դիմայս ատը որպես վարչապետ եմ ասում, ոչ թե որպես հավատացյալ, ընկեղծ բաներ, որ դնում աշկերի մեջ ջերմությունը, իբև թե, որպես հավատացյալ չեմ ասում, ես որպես վարչապետ եմ ասում, ու ձգվեք, ու կգակ, ու չեկան։ 7000 հոգի կուսակցություն ունեցող թիմը, այս վճռական պահին, երեք այդ միջոցառմանը, մոտ 2000 հոգի գնահատած։ Այո, մոտ 2000 հոգի, 3000-ից 3000 չեկան, որովհետև մերժում է Փաշինյանին, այսինքն ՔՊ-ի թիմը մերժում է։ Չէ, դա չի մերժում են։ Չնշանակում որ իր քայլը հակաեկեղեցական պայքարը ընդունելի չի մեծամասնության համար, նաև թիմը ընդունելի չի։ Ընդունելի չի, ուղղակի եւ վերջ, որովհետև ինքը անազնիվ է։
ինքը չի կարա կճոյանով պայքարի գարիգի վեհապարի դեմ, անմարդկային է նույնիսկ, ո՞ց կարաս այդպիսի բան անես, ես ասել եմ ամենական մասնում, ես ինքս հավատացյալ չեմ, քրիստոնյա եմ ինձ համարում, բայց հավատացյալ չեմ, եւ իմ վերաբերմունքը ընդհանրապես հոգեվորականների նկատմամբ միշտ եղել է, մեղմ ասած, շատ զուսպ, Գարեգին վեհապարի նկատմամբ ես հատուկ ինչ-որ բան սեր չեմ տածել որպես հոգևոր առաջնորդ, բայց ինձ դուր եկավ իր այս վերջի ժամանակահատվածքի պահվածքը, ես ուղղակի որպես քաղաքացի հիացած եմ իր պահվածքով, մասնավորապես, որ այս սողուններին կարգավորիչ չարեց, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի ծրագիրն էր, որ կարգավորիչ անի, կարգավորիչ անելը առիթ տալիս նրանց ստեղծել Հայաստանի առաքելական եկեղեցի, չի արել կարգավորիչ, չնայած դա չի նշանակում, որ չի արել Նիկոլը, էլի կանի էդի, որովհետև այն ինչ-որ ուզում անի, արդյունք չի տալիս, էլի կանի էդի, բայց բոլոր դեպքերում կաթողիկոսի վեհությունը, հավասարակշռվածությունը լրիվ ինչիկ դարձրեց բոլոր մինչև այս պահային պլանները, որ հետապնդում էր վարչապետը եւ հետեւաբար սա հետո ինչ էլ անի, արդեն բանը լրիվ ասենք դառնալա ցածր որակի մի բան։ Ինչի ալով ստեղծի Հայաստանի առաքելական եկեղեցի։ Ասում է բարենորոգում են, բարեկարգում են, դուք էլ Հիսուսի հետ եք համեմատում, գուցե ուզում եք դա եւ ես Հիսուսի չեմ ատվել, ես ասել եմ, որ երբ որ ես ճանաչեցի Նիկոլ Փաշինյանին, մտածեցի, որ Հիսուսը կարող է գոյություն ունեցել է։ Չեղավ համատել, ես այդ խոսքից չեմ էլ հրաժարվում։ Գուցե կուսակցությունում անհատասում են, որ իրենք էլ են հավատում, որ Հիսուսի նման է, Հիսուսը գոյություն է ունեցել, մարդը որոշել։ Այդ ես մեղքի բաժին ունեմ։ Չնայած, ես նաև լիք ուրիշ բաներ եմ ասել, հենց կուսակցության մեջ իր հետ կապված մենք միշտ վիճեր ենք, ես իրան այնպիսի գնահատականներ եմ տվել, որ հիմա ասեմ, կսարսարվան մարդիկ ու թե ինչեր եմ ասել բոլորի ներկայությամբ, ասել եմ, երկու անգամ արդյոք ասել եմ, թե ինչ եմ ասել, այսինքն, հա, դա վտանգավոր է այդ փաստորեն, բայց դե մենք իրան վստահում էինք, ասենք, ես իրան վստահում էի, միջև են պահը, երբ որ մտավ խմբակցություն, մտավ չէ, հետ դա կարտացել բաներ են արդեն, մտավ խմբակցություն, մի օր ջահայնացած, ոսոր այսօր ելույթեր ուներ մեն օր դեմքը ծամածարված, այդևի դեմքը ծամածարված մտավ, բան, ելույթ ունեցավ, խմբակցության առաջ եւ ասավ, եթե ձեզ թվում է թեստը կա 70 քանի չեմ հաշվում, մանդատ առանձին, շատ սխալվում եք, ստե մի մանդատ կա, եւ այդ մանդատի տերը ես եմ, դա բան էր, վերջն էր, ես այդ օրվանից արդեն իմ բանը փոխվեց, մինչև հասավ հայտնի կոնֆլիկտը, մի երկու հատ կարևորագույն հարցերի հետ կապված իմ դիրքորոշումը կատեգորիկ հակառակ եղավ իրան, եւ ինձ պաշտպանողներ եղան, եւ ինքը հասկացավ, որ վաղը չեմ իսօրը ֆախստականների վերադարձի հարցով աղազարել հովիկի կարող պատեմ երկու հոգի թիմակիցներին համախմբի եւ խնդիր առաջանա, իմ կռիվը հետևել առաջի հերթին փախստականների վերադարձի խնդիրը ադրբեջանցի այսպես կոչված փախստականների վերադարձը Հայաստան եւ ինքը գնաց այդ քայլերին Ինչի է հասնելու պարոն Աղաթորյան, արդյոք կաթողիկոսը կհեռանա։ Ոչ, կաթողիկոսը չհեռանա։ Իրենց 15 են նախանշում, իրենց պլաններում ասում են։ Դրանք ասում են մնացել 2 ժամ, ժամերի խնդիրը, մի անգամ ասեցին րոպեների խնդիրը կաթողիկոսի հրաժարականը, մի անգամ ասեցին բանը, հիմա այդ ժամկետները հատալիս են, կաթողիկոսը հրաժարական չի տրվել։ Իրանք ասում են 15-ին ասում, թե 20-ն են ասում, որովհետեւ հաջորդ պլանը իրականացնեն։ Մինչև ընտրությունները վարչապետը պետք է ինչ-որ բան անի, պետք է ստեղծի Հայաստանի առաքելական եկեղեցի։ Իր նպատակը դա է։ Հայաստանի առաքելական եկեղեցին իր ցնորական գաղափարի, Չարենցյան հիմար ցնորական գաղափարի երկիր նայելի բութ 4-րդ հանրապետության ստեղծելու հնարավորությունից մեկն է, դա իր ուզածը։ Այդ ինքը դա է դարձած, թե եկեղեցի բարենորոգի բանանակ։ Կա խնդիրներ եկեղեցու մեջ, իհարկե կան։ Աշխարհում կա որևէ եկեղեցի, որ խնդիրներ չունի, իհարկե չէ։ Խնդիրները նույնական են ամենտեղ, այո, նույնական են ամենտեղ։ Դու ուզում ես, որ քո ժողովրդի համար այդ խնդիրները հնարավորինս խնդիրների բացական ազդեցությունը հնարավորինս մեղմացնես, լավ ես անում։ Արա օրենքներով։ Խնդրեմ օրենքներով, արա օրենքներ ընդունի, թափանցիկություն ֆինանսական, հաշվետվողականություն ով է, ես կարող պետք դեմ եմ, իհարկե դա ճիշտ է, ես եմ առաջարկել ժամանակին, որ պիտի հաշվետվություն ֆինանսական թափանցիկություն լինի։
գտնես որ եկեղեցում կա մեկը որ իր բարքով եւ գործելակերպով վնասաբերում հայոց պետականությանը բռնի դատի գտնես որ կառավարություն կա այդպեսին բռնի դատի ինձ հրապարակավացեցիր պետական անվտանգության հետ կապված ինֆորմացիա մի տարի անցել է ինչ եղա հիմա ես ասեմ ինչքան գաղտնիք կա պիտի տված լինեի բռնեք դատեիք նստացնեիք ինձ այդ պատիժը սկրեի արա քեզ ով է խանգարում դրան հիմա եթե Աղազարյան Հովիկը պետական անվտանգության պարունակող գաղտնի ինֆորմացիա արտահոսք արել բռնեք ազգային ժողովը բանանեք փակենք չփակենք չէ այդ օրենքները թողեք որ Աղազարյան Հովիկները չծնվեն այդ չի ձևը հնարավորություն չլինի Աղազարյան Հովիկը ծնվելու օրենքը կա Աղազարյան Հովիկը չի տիրապետում գաղտնի ինֆորմացիայի հատուկ ընթացակարգ կա որ ինքը կարող տեղեկան այդ գաղտնի ինֆորմացիան ինչ մակարդակ կա այդ օրենքը Աղազարյան Հովիկը այդ օրենքով երբևէ գաղտնի ինֆորմացիա գրասը ծանոթացել է իհարկե չի ծանոթացել բայց ինչ է ասում ասենք որոշակի վստահություն ես հասարակության մեջ շարքային քաղաքացու ես վստահություն ես չարաշահում ես իջարս ես չարաշահում եւ քույտ հատուկ ծառայությունները թող հայտնաբերեն Աղազարյան Հովիկներին եւ դավաճան հոգեվորականներին հայտնաբերեն եւ ոչ թե մտնեն ուրիշների տրուսիկների մեջ Եվ ամփոփելով բան Աղազարյան, կուզեմ նաև քան որ թեժ քննարկվեց այս հարցը ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիա կար, ասում էին, որ ընդդիմությունը եթե միավորվի կկարողանա Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնել, անակնկալ Սամվել Կարապետյանին, մեր ձևով շարժման առաջնորդին իշխանությունները բաց թողեցին։ Սա կարելի է ասել դատավորի որոշում էր, թե սա իշխանությունների հրահանգն էր, որ արդեն պետք է նրան բանտից 6 ամիս հետո ազատ արձակել։ Ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Սամվել Կարապետյանի կառավարումը քաղաքական որոշման արդյունք է, Սամվել Կարապետյանի այսպես կոչված բանը փոխելը դեսկի ազատ արձակել չի։ Ես կարծում եմ ինքը բանը կառավարում ավելի շատ հնարավորություններ եւ իրավունքներ ունի, քան հիմա որ տանը։ Սահմանափակումները շատ ավելի խիստ են։ Ասենք նույնիսկ դա է վիճարկելի թե ոնց է որ չի, բայց բոլոր դեպքերում քաղաքական որոշման արդյունք է, չպետք է մտնենք դավադրական տեսությունների մեջ։ Այդ համար պիտի մենք մեր գործով ցույց տանք, թե մենք ոնց ենք պատրաստ ենք արդյոք, դե պատրաստ չենք։ Հիմա մեր ձևով շարժումը լավ, երիտասարդներ են հավաքված, բան եւ այլ, բայց գնալի իրենց հավաքքը, թե մտածում եք որ սա մի փոքր բացական իմաստով կազդի, մի փոքր, բայց ոչ էական։ Մի փոքր կազդի բացական իմաստով, բայց ոչ էական։ Մեր ձևով շարժումը այն ուժն է այսօր, որի շուրջ այդ իմ ասած բանաձևով, ճակատի բանաձևով, ոչ թե ես քո հաշվին քաղաքական դիվիդենտներ ունենամ։ Չէ, քոնդ քեզ, իմը ինձ, ինչքան որ կա, բայց դրանք պետք է համախմբվի մեկ ընդհանուր խնդիր լուծելու համար, Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ցույց տալու համար, որպեսզի հետո դու հնարավորություն ունենաս քո ծրագրերը կյանքի կոչելու համար ներկայացնել ժողովրդին արդեն արդար դաշտում եւ ընտրվես։ Այդ պետք չի բանանել։ Ասենք հիմա օրինակի համար դիմախոսներից մեկը պիտի ասի, վերցնենք Ռոբերտ Քոչարյանը, ասենք ասի, ես հիմա ես չեմ համարում ինձ իրան հավասար մեկը բան եմ անում, բայց պիտի օրինակ վերենք, չի որ քննարկենք, ասի, բայց մենք պիտի բան անենք, մենք ծրագիր ունենք, մենք բան ունենք եւ ռեյտինգ ունենք, մենք ուզում ենք իշխանություն ունենք։ Խեք ուզում իշխանություն ունենք, պարոն Քոչարյան, ուզում ենք փրկել պետությունը, պարոն Աղազարյան։ Իհա, պետությունը չի կարելի 4 ամիս հետո փրկել։ 4 ամիս հետո փրկել։ Հասկանում եք, իմ ասածից իմաստը։ Այսինքն հարցը լուծենք, նոր 4 ամիս հետո պետությունը փրկեք, ախպեր ջան, ինչ եք ուզում։ Դες 1000 անգամ ասում եք, միլիոն անգամ ասում եք, մեր ձևով շարժմանը կհանի, Արաքիս կհանի, կթոնի Սերժ Ռոբերտ, կսատկացնի ու կընտրվի։ Այդքան բանը գանգները չի մտնում արա։ Հասկացա, շնորհակալ եմ, պարոն Աղազարյան, մեր հարցերին պատասխանելու համար, մենք դեռ կհանդիպենք։ Արմուր լրատվականի հարգելի հետևորդներ, շնորհակալ ենք մեզ հետևելու համար, կհանդիպենք։